Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր նոյեմբերի 14-ն է, օրն ուրբաթ։ 16 տարուց մինչև ՑՄ ազատազրկում է պահանջում Ադրբեջանի դատախազությունը Բաքվում պահվող հայ ռազմագերիների համար։ Ադրբեջանցի դատախազը պահանջել է ՑՄ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին եւ Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին, հայտնում է Ադրբեջանի պետական լրատվամիջոցը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաեւ Մադաթ Բաբայանին եւ Մելիքսեթ Փաշայանին դատախազը պահանջել է դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Նրանց ՑՄ ազատազրկման պահանջ չի ներկայացվել 65 տարեկանը լրացած լինելու պատճառով միայն, բայց 10 տարի նրանք անցկացնելու են խիստ ռեժիմի գաղութում։ Բաքուն Դավիթ Ալավերդյանին նախատեսում է դատապարտել 18, Լևոն Բալայանին 17, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին եւ Էրիկ Ղազարյանին 16 տարվա ազատազրկման։ Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 27-ին։ Անցկացվել է խաղաղության խաչմերուկ զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները եւ համագործակցությունը խորագրով միջազգային համաժողով։ Նիկոլ Փաշինյանը այդ համաժողովի ժամանակ ներկայացրել է Թրամփի ուղի նախագծի իրագործման քայլերի հաջորդականությունը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրագործման համար առաջին քայլով պետք է ստեղծվի կանոնակարգման գրավոր հիմք, որի առաջին փուլն ըստ վարչապետի Վաշինգտոնի հռչակագիրն է։ Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից համատեղ ընկերության ստեղծումը, որն էլ կունենա իր տնօրենների խորհուրդը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Նախագիծը ունենալու է մի քանի բովանդակային ուղղություն։ Երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ, ճանապարհների մասին կլինի խոսքը։ Վարչապետը նկատում է, շփոթմունք կա, որ թրիփ նախագիծն իրականացվելու է միայն մի տարածքում, ըստ Փաշինյանի գործնականում դա հնարավոր չէ։ Հնարավոր է, սակայն հիմա ասել, որ երկաթուղին անցնելու է Հայաստանի հարավային ուղղությամբ։ Խորհրդային Միության տարիներին այն գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր կարճևան հատվածներում։ Այլ տեղում երկաթուղի ունենալը կառավարության ղեկավարի խոսքով գործնականում հնարավոր չէ կամ հնարավորության դեպքում տասնյակ անգամներով ավելի թանկ կլինի։ Իսկ արդյոք Հայաստանի որևէ ինստիտուտ սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ գործառութային որևէ սահմանափակում ունենալու է այդ տարածքների հետ կապված։ Հստակ, աներկբա, միանշանակ եւ տարընթերցման տեղի չտվող պատասխան եմ ուզում տալ։ Ոչ։ Սահմանափակումներ կարող են լինել այնպիսին, ինչպիսին օրինակ Հայաստանի Երևանում օրինակ կան գործարաններ, ճիշտ է, կան ձեռնարկություններ, Երևանում կա Զվարթնոց օդանավակայան։ Ինչ որ սահմանափակումներ, ինչ որ կարող են լինել, ասենք մոտակա ամենամեծ հիմա այս պայն ամենամոտակա գործարանը որն է, կամ ինչ որ ներդրումային ծրագիր, ինչ սահմանափակումներ կարող են լինել այնտեղ, նույնն էլ կարող են լինել TRIP RUT նախագծի կոնկրետ ծրագրերում։ Ենթակառուցվածքների կառուցման համար Նիկոլ Փաշինյանը շատ է կարևորում նաև սահմանազատումը եւ անդրադառնում է քննարկումների թեմա դարձած հատվածական սահմանազատմանը։ Երկաթուղու կառուցման նուղված առաջին գործողությունը։ Պետք է սահմանը սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։ Եվ որպեսզի սա նաև այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականon ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է։ Եւ եթե այդ ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրենք 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի տարընթերցում չլինի։
Իսկ ընկերությունը, որն իրականացնելու է Թրամփի ուղի նախագիծը, ստանալու է կառուցապատման իրավունք։ Հիմա քննարկում են այդ իրավունքը տրամադրել 99 թե 49 տարով։ Վարչապետն ընդգծում է, ժամկետի վերաբերյալ քննարկումները զուտ ֆինանսատնտեսական են եւ այդտեղ քաղաքական կոմպոնենտ չկա։ Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Է շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Թրամփի ուղի նախագծում երրորդ կողմերի ներդրումների համար պետք է լինի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների փոխադարձ համաձայնությունը։ Կողմերը հաստատում են իրենց վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները այս նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։ Իսկ երբ կհասնեն բուն շինարարության փուլին, Փաշինյանի խոսքով 2026 թվականի երկրորդ կեսին։ Առաջ է գալիս հաջորդ հարցը, որտեղից են սկսվելու այդ աշխատանքները։ Ես ուզում եմ չթաքցնել նաև, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկում էինք նաև այս հարցը եւ կարծես թե եկանք ըմբռնման, որ գուցե թե ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի եւ գազամուղի կառուցումն է, բայց դա նախնական քննարկում է եւ հետագա քննարկումների ընթացքում դա ավելի կկոնկրետացվի եւ հասկանալի կդառնա։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացման համար, որովհետև ըստ նրա բոլոր խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում։ Կողմերին մնում է միայն իրագործել այդ համաձայնությունը, իսկ համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա որևէ մեկը չունի, հայտարարում է Հայաստանի վարչապետը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Կառավարությունը 3 գրավոր քվեարկությամբ հաստատել է օրենսդրական ամբողջ փաթեթը, որում ներառված է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը եւ հարակից օրենքների նախագիծը։ Այն ուղարկվել է ազգային ժողով, իսկ կառավարությունը այսօրվա նիստում կրկին անդրադարձել է թեմային։ Մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա, պարոն վարչապետ, 3 տարի նաև ազգային ժողովի մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ենք աշխատել եւ այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է եւ ըստ էության մենք ունենք կոնսենսուս համաձայնեցված նախագիծ, որը իհարկե ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել։ Այդ անհետաձգելիության հետ կապված մենք քննարկում ենք ունեցել, որ ինչքանով է ճիշտ անհետաձգելիով անել, բայց ըստ էության անհետաձգելի մասին խոսք չկա, որովհետև իրոք վերջին տարիներին մենք անընդհատ քննարկում ենք, մենակ վերջին ամիսներին, եթե ճիշտ հաշվենք 5-6 քննարկում եղել է իմ մասնակցությամբ խորհրդանական գործընկերներին հրավիրել ենք, ընկալում ա եղել, որ գուցե հունվարի 1-ից պետք չի ներդրել, այլ ավելի ուշ ժամկետներից, ես կողմ չեմ դրան։ Ընդ որում նկատառումն այն է, որ պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ ցանկացած չկա տենց պրոբլեմ, որ չգնա եւ պրոբլեմի չհանդիպի։ Բարեփոխումը մեկնարկում է այդ կետից, երբ որ ինքը իրական կյանքում գնում իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ մեկ էլ մենք այնպիսի մի բան ենք անելու, որը տենց առաջին վարքյաններից նենց սահուն ամեն ինչ գնալու է, որ մենք դա չենք նկատելու։ Չի լինում տենց բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։ Հետևաբար մենք առանց այն էլ հետաձգել ենք, ճիշտ է։ Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով, որ վայ, այսինքն եւ այո, այդ փաստի բերումով անհետաձգելի է, որովհետեւ առնվազն իմ հիշելով 2 անգամ մենք հետաձգել ենք, այսինքն որոշում ենք ունեցել 2025-ի հունվարի 1-ից դա անել, հետաձգել ենք, որոշում ենք ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ից դա անենք, հետաձգել ենք, եւ դրա համար է դառել անհետաձգելի, ել չեք կարա հետաձգենք։ Շատ կարևոր է միջև մի էլի որոշ խոսույթներում կա առողջության համապարփակ ապահովագրություն։ Ապահովագրությունը համապարփակ չի, այսինքն չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը։
ապահովության համակարգը համընդհանուր է, այսինքն ներառելու է բոլորին, բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու։ Սա ընդհանրապես առաջին փուլն է, եւ հունվարի 1-ից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ ծածկելու է առողջության համընդհանուր ապահովությունը։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն ցուցաբերվելու, նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն։ Պարոն վարչապետ, առաջին քայլը լինելու է նախ տարբերակենք երկու խումբ քաղաքացիներ ունենք։ Այն քաղաքացիները, ում համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, եւ նրանք են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները եւ 18-ից 65 հաշմանդամության կարգ եւ սոցանապահովության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը։ Մենք ռեգիստրում ներառված այդ բոլոր ճշտումները անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան շատ տարբեր ձևերով, որովհետև մենք ունենք նաև տարիքային անհատապես անվանապես։ Այո, անհատապես, անվանապես մարդը իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է որպես ընդգրկվել։ Չունենք հավելվածը, ունենք էլեկտրոնային համակարգչով կարող ենք։ Դա էլ չունենք, մեր ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը այդ գործը մեր փոխարեն կիրականացնի։ Ռուսաստանը 5 շաբթի լույս ուրբ հատգիշերը Կիևին զանգվածային համատեղ օդային հարված է հասցրել։ Քաղաքը ցնցել են մի շարք հզոր պայթյուններ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է 1 զոհի եւ առնվազն 24 վիրավորի մասին։ Նրանց թվում է 1 երեխա եւ 1 հղի։ Հարձակման հետևանքով քաղաքի մի քանի շրջաններում վնասվել են 11 բազմահարկ բնակելի շենքեր։ Գիշերային հարձակման թիրախում են եղել նաև Կիևի մարզի կարևոր ենթակառուցվածքները եւ մասնավոր տները, կանտուժացներ, հարվածներ են հասցվել նաև երկրի այլ շրջաններում։ Հաղորդվում են, որ Ռուսաստանը շարունակում է առաջընթաց գրանցել Ուկրաինայի հարավում։ Ուկրաինական զորքերը նահանջել են Զապարոժեի մի քանի գյուղերից ռուսական զինուժի հետ կատաղի մարտերի ֆոնին։ Վերջին 4 շաբաթների ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դոնեցկի մարզում 9, Զապորոժեի մարզում 8, Դնեպրոպետրովսկի մարզում 7 եւ Խարկովի մարզում 5 գյուղերի եւ քաղաքների գրավման մասին։ Նովորոսիյսկի վրա անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով վնասվել է Շեսխարիսի վերբեռնման համալիրի նավթի պահեստը։ Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը հաստատել է նավթային տերմինալին հարվածի եւ օբյեկտում բռնկված հրդեհի դեպքը։ Տերմինալն օգտագործվում է նավթի եւ նավթամթերքների ստացման, պահպանման եւ առաքման, ինչպես նաեւ Կրասնոդարի երկրամասի գործարաններ նավթ մատակարարելու համար։ Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը հայտնել է, որ դրոնների բեկորներից վնասվել են նաև առափնյա կառույցները, բնակելի շենքեր, քաղաքացիական նավ, որի անձնակազմի 3 անդամը վիրավորվել եւ հոսպիտալացվել է։ Բրիտանական BBC-ն ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից, սակայն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահի փաստաբանական թիմը վավերագրական ֆիլմի պատճառով հանրային հեռարձակողին դատի տալու իրավական հիմքեր չունի։ BBC-ն մասնավորապես հայտարարել էր, որ անկեղծորեն ցավում է նրա համար, թե ինչպես է մոնտաժվել տեսահոլովակը, սակայն համաձայն չէր, որ զրպարտության հայցի հիմքեր կան։ Հայտարարության մեջ BBC-ն նաև ասել է, որ չի նախատեսում վավերագրական ֆիլմը վերահեռարձակել որևէ հարթակում։ Թրամփի փաստաբանները պահանջում են բոլոր օնլայն հարթակներից հեռացնել վիճահարույց հաղորդումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր հրահանգը կարող է դժվարացնել օտարերկրացիների համար Միացյալ Նահանգներ այցը կամ բնակությունը, եթե նրանք ունեն որոշակի առողջական խնդիրներ, ինչպիսիք են շաքարախտը կամ ճարպակալումը կամ չունեն իրենց պահելու համար անհրաժեշտ տնտեսական ռեսուրսներ ու միջոցներ։ Associated Press գործակալությունը հղում անելով պետքարտուղարության կողմից թողարկված ուղեցույցին նշում է, որ հրահանգվում է դեսպանատների եւ հյուպատոսարաններին համապարփակ եւ մանրակրկիտ ստուգելու, թե արդյոք նրանք Միացյալ Նահանգներ մուտք գործելուց հետո ստիպված չեն լինի ապավինել կառավարության կողմից տրամադրվող պետական նպաստներին։ Մասնագետները նշում են, որ դա կարող է ավելի սահմանափակել երկիր մուտք գործելու հնարավորությունը։
Գյումրիի մսի կոմբինատ թաղամասում սոցիալական բնակարաններ են կառուցվում։ Լիսինյան 15 հասցեի շենքը, որը կիսավարտ է մնացել դեռ 1987 թվականից, հիմնանորոգվում է։ Եռահարկ շենքում 18 բնակարան է կառուցվում։ Բնակարանաշինական այս ծրագիրը բարեգործական ներդրումներով է իրականացվում։ Այն 2 տարի առաջ քաղաքապետարանի եւ Փարոզ բարեգործական հիմնադրամի միջև համաձայնեցված հաստատված ծրագիր է, որի մեկնարկը ուշանում էր փաստաթղթային խնդիրների պատճառով։ Երկու ամիս է շինտեխնիկան եւ աշխատուժը Լիսինյան 15 հասցեում են։ 38 տարվա կիսակառույց շենքը հիմնանորոգվում է։ Եռահարկ շենքը 1987 թվին են սկսել կառուցել, որն 88-ի երկրաշարժից հետո այդպես էլ անավարտ էր մնացել։ Կիսակառույց նոր շենքը կառուցապատման որևէ ծրագրում չի ընդգրկվել, առաջարկներ էլ չեն եղել այդ ուղղությամբ։ 30 եւ ավելի տարիների ընթացքում նորակառույցը իր տեխնիկական վիճակով եկել հավասարվել է մսի կոմբինատ թաղամասի հին շենքերին։ Այն վերակառուցելու է որպես բնակարանային ֆոնդ օգտագործելու առաջարկներ եղան, հետո նախագիծ կազմվեց ընդամենը 2 տարի առաջ։ Քաղաքապետարանի եւ ֆինանսավորող կազմակերպության Փարոզ բարեգործական հիմնադրամի հետ համագործակցություն ձեռք բերվեց 3 հարկանի շենքը հիմնանորոգել եւ որպես սոցիալական բնակարաններ հատկացնել անօթևան ընտանիքներին։ Աշխատանքներն նախատեսված էին ավելի շուտ սկսել, բայց առաջ եկած փաստաթղթային խնդիրները հետաձգել են։ Մի հատ սորոկրեցինք իրարու հետ եւ սպասեցինք, որ փորձեցինք, որ այդ գուտով վկայականը հանենք այդ շենքից ու բարձվում է, որ այդ հասեն չի գա այդ շենքը համայնքապետարանի մեջ չի։ Այդպես հետև գուտապանին խնդիրները ունեցել ենք ու անի մոտ մի 1.5 տարի բերվեց միջև շտկեց այդ խնդիրները։ Հիմա ամեն ինչ բարձ մաքուր վկայականով աշխատում ենք։ Հիմա զրոյական ցիկլից վերև ենք բարձրանում, արդեն շրջանակների բետոնները դրանենք, պատողանների շրջանակների բետոնները։ Հիմնականում ներսի զրոյական ցիկլից ներքև ինչ որ կա ավարտել ենք։ Կիսակառույցի ընդհանուր մակերեսը 1615 մետր քառակուսի է։ Շենքի արտաքին պատերը պահպանված են, մասնակի վնասվածություն ունեն։ Դրա համար էլ ամրացում ու ժողացումը պարտադիր է։ Բայց ներսում ոչինչ արված չէ։ Եղածն էլ տարիների ընթացքում քանդվել է կամ քանդել են։ Շենքի ներսում բացակայում են միջնորմները, դռներն ու պատուհանները, բայց կարևորը հիմքերն ամուր են։ Վերակառուցման ամրացման աշխատանքները շինարարն անելու է առանց ձևափոխությունների։ Երկրորդ եւ երրորդ հարկերը 750 քառակուսի մետր մակերեսով լինելու են բնակելի տարածքներ։ Երկու հարկերը միասին ունենալու են 18 բնակարան, իսկ առաջին հարկը բարեգործական հիմնադրամը վերածելու է արտադրաուսումնական կենտրոնի։ Մի սենյականոց 6 հատ, 2 սենյականոց 6 հատ, 3 սենյականոց 6 հատ։ Ընդամենը 18 բնակարան է։ Եռահարկ շինություն, քարային, շատ լավ տակ բնակարաններ։ Այս կողմը այսպես դրիվ այսոնց կոտնապատում է շրջանակներ են, պատուհաններ, բոլորը պետք է ապանը երեսապատվի։ Սոցիալական բնակարանաշինությունը Փարոզ հիմնադրամի Հայաստանում իրականացվող բազմավոլորտ ծրագրերի շարունակությունն է։ Բնակարանաշինական այս ծրագիրն ուղղված են անօթևան եւ սոցիալապես անապահով ընտանիքների աջակցությանը։ Բարեգործական հիմնադրամը բնակարանային ապահովության մեկ այլ ծրագիր իրականացրել է 3 տարի առաջ։ Մուշ թաղամասում հիմնադրամը բնակարաններ է գնել եւ նվիրել տնակներում բնակվող 26 ընտանիքի։ Լիսինյան 15-ի հիմնանորոգումը երկրորդ մեծ ծրագիրն է, որը ձեռնարկվել է անօթևանության խնդրի լուծման համար։ Մեր փոքր թիմերով նստեցինք ու որոշեցինք, որ երկու տարբեր ճյուղերով պետք է աշխատենք Գյումրիում, որ փորձում ենք օգնենք մեր Գյումրի ժողովուրդներից։ Ու այդպես ստացվեց, որ այդ դան ծրագիրը կազմակերպեցինք, որ հավաքենք գումար ու երբ որ հասնում է մի թիվ, կարանք մի ընտանիքը փրկենք այդ դոմիկներից։ Ու այդ դոմիկը քանդենք ու վերջ։ Ովքեր են լինելու սոցիալական բնակարանների շահառու ընտանիքները, սոցիալական խավերի ընտանիքների ընտրությունը դեռ ավարտված չէ։ Բնակարանները կառուցելու ավարտին քաղաքապետարանի հետ համատեղ հանձնաժողով է աշխատելու, որից հետո ընտրվելու են ընտանիքները։ Առանց վարձով գալիս ենք այդ ընտանիքներին, որ ընդեղ կանան ապրեն, բայց վկայականով չի, պայմանագիրով պիտի տանք իրենց։ Ու այդ ընտանիքները պահանջներ կունենան, պետք է ասենք այդ կոմունները պետք է տան, դունը մաքուր պետք է պահեն, չեն կարան ուրիշ տեղ ապրեն եւ այդ բնակարանը ունենան, այդպես պայմաններով պիտի մտնեն ընդեղ։
Շենքի առաջին հարկում հիմնադրամի դեպի առաջ հասարակական կազմակերպությունը արտադրական եւ ուսումնական կենտրոն է հիմնելու։ Գործելու է կարի արտադրամաս, որը ոչ միայն շենքի, նաեւ թաղամասի բնակիչների աշխատանքով ապահովելու հարցն է լուծելու։ Իսկ ուսումնական կենտրոնը երեխաների ու երիտասարդների համար է, որտեղ ձեռք կբերեն մասնագիտական նոր հմտություններ։ Syrian vocational training կենտրոն պիտի սարքենք այնտեղ, որ դարբեր ոլորտներում, դարբեր մասնագիտությունները կարանք անենք այնտեղ։ Եվ կարի արտադրամասը պիտի տնենք այնտեղ, մի հատ փոքր արտադրամաս պիտի սարքենք այնտեղ, որ մարդիկ կարանքան ու սովորի ոնց կարեն, ոնց այդ կորցիկները օգտագործեն, սարքեն։ Սոցիալական բնակարանաշինության ծրագրի ավարտի ժամկետը 24 ամիս է։ Առայժմ 18 բնակարաններ են, հետո կառուցվող ձեռնահարկում նախատեսում են եւս 9 բնակարաններ կառուցել։ Ծրագրի ընդհանուր բյուջեն $1.5 միլիոն է, որը հավաքվել է Ամերիկայի հայ համայնքի եւ բարեգործների միջոցներով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։